դիմում այդ մարդիկ, շնորհակալություն։ Շատ լավ, Շնորհակալություն խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Մեմարյան, տեսեք, դուք էկոպարիկներին մոնիտորինգի հնարավորություն եք տալիս եւ ձեր նախորդ պատասխանում ասեցիք, այդտեղ դուք իբրև պետությունը հսկայական աշխատուժ եք ունենում։ Հատուկ պահպանվող տարածքներում ազգային պարկ դիցուք, Սևանի ազգային պարկ։ Երկար աստիքներ կան, շատ աստիքներ եւ գումարներ են հատկացվում, որոնց արդյունքում գլխավոր անտառագետը, բուսաբանը, չգիտեմ, այն մեկը, դրա արդյունքում մոնիտորինգ անի եւ փորձի իրավիճակը ներկայացնի լիազոր մարմնի շրջակա միջավայրին, նախարարությանը։ Դուք թողել եք ձեր կարևոր գործառույթները, ես նոր գնացել եմ գյուղ, ձերից ձեր Երանոսից միջև ծովակի հատված ոտքով քայլել եմ, մեկ ծառ չեք տնկել, մեկ ծառ չեք տնկել, բայց ձեր խոստումների մեջ ազգային պարկի եւ հատուկ պահպանվող տարածքներուն այնքան մեծ բաներ էի խոստանում։ Բերել եք մի հատ լիազորություն, պարեկը, էկոպարեկը, որը որ դասընթաց անց, եթե իր պահակությունն անի, թե մոնիտորինգ անցկացնի։ Էկոպարեկին ավելի լուրջ գործառույթ պետք է տաս, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ զգալ։ Դուք էկոպարեկների ինստիտուտը քանի տոկոսով եք համալրել ձեր աստիքները, թափուր տեղերը։ Սրանից բերեք խոսենք։ Բերեք կարևոր հարցերից խոսենք, որոնց ձեր առաջնային ծրագրերում էր։ Եկավ, որ էկոպարեկների ինստիտուտը պետք է կայանար 1 տարում, չկարողացաք էդի կյանքի կոչել, 2 տարի ժամկետ ուզեցիք, հիմա ես խնդրում եմ ասեք, քանի աստիկ կա, հստակ, քանիստ է թափուր, տեխնիկական սպասարկման ագեցվածության աստիճան ինչքան եք ասել, արդյոք դոնոր կազմակերպությունները կամ ֆինանսական միջոցները բյուջեի արդյունավետ են ծախսվել եւ ձեր առաջ դրված խնդիրը քանի տոկոս է իրականացրել։ Բերեք սրանից խոսենք, սա մեկ եւ երկրորդը պատասխան եք խնդրում եմ այդ հարցերին։ Իրավունք եք վերապահում համագործակցություն ամրագրել որպես տեղական ինքնակառավարման մարմինի հետ համագործակցած օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունք։ Այսինքն դուք իրավունքը տեսնում եք մենակ իրազեկման տեսքով համայնքներին, այն համայնքները սաղն իրազեկված են, որ հատուկ պահպանվող տարածքներում ծառայատում չկա, էկոպարեկը հսկում է, առավելևս բուսաբանական ինստիտուտին հատկացված տարածքները շատ քիչ ցանկապատված են, տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորինս աջակցում են շրջակա միջավայրի նախարարությանը, մաքրվյան եւ այլ աշխատանքներում, հիմա ստեղ ինչ իրավունք եք դուք փորձում տալ, չեմ հասկանում տեղական ինքնակառավարման, որտեղ տեղական ինքնակառավարման մասին օրենքով ի պաշտոն է, քանի որ այդ հատուկ պահպանվող տարածքները վարչատարածքային բաժան մասին օրենքով տրվել համայնքներին, շնայած կառավարման լիազորություն ազգային պարկում է։ Ստեղ ինչ իրավունքի մասին է խոսք, ես չեմ հասկանում, ես արդեն բացեք պատասխանեք, որ կարողանանք մենք լուծումներ տալ եւ առաջ գնանք։ Խնդրեմ պարոն Մեմարյան։ Շնորհակալություն շատ հարցերի համար, ես փորձեմ հերթով անդրադառնալ։ Նախ էկոպարեկային ծառայության հաստիկային միավորներին անդրադառնամ, այս պահին 1176 հաստիկային միավորից աշխատում է 831-ը եւ թափուրա 345 հաստիկ էկոպարեկային ծառայությունում։ Անցած տարի մենք ամբողջությամբ գործարկեցինք Սյունիքի մարզի էկոպարեկային ծառայությունը, որի վերլուծություններն ենք հիմա իրականացնում, օրինակ ես որպես արդյունավետության ցուցիչ վերեմ օրինակներ։ Սովորաբար, երբ որ խախտումներ էին իրականացվում, օրինակ 2025 թվականի ընթացքում, երբ որ խախտումներ են իրականացվել, ընդհանուր հանրապետության տարածքում 9% դեպքերում է, երբ որ իրավախախտը հայտնի է։ Այսինքն իրականացվում են իրավախախտում, մենք դա արձանագրում ենք, բայց արդեն իրավախախտը տեղում չի լինում, եւ հայտնի չի լինում։ Բայց օրինակ Սյունիքի մարզային ծառայության գործարկման արդյունքում բոլորովին այլ պատկեր է։ 25 թվականի ընթացքում 74% դեպքերում իրավախախտը հայտնի է։ Սա հստակ եւ ամենաուղիղ ցուցիչներից մեկն է, որ մեր իրավապահ համակարգն էլ միշտ բախվել է նրա հետ, որ անտառահատում էր իրականացվում, մենք դա արձանագրում ենք, այնուհետև հաղորդում ենք ներկայացնում, սակայն ոստիկանությունը շատ բարդություններ ունենում իդենտիֆիկացնելու, այո, ապացույցներ ձեռք բերելու, թե ով է իրավախախտը։ Էկոպարեկային ծառայության դեպքով այս մասը կարծես էական բարելավում է
ունենում։ Հաջորդ մասով նշեմ, որ հենց շատ լավ հարց եք բարձրացնում, որ ունենք հսկայական ռեսուրս։ Հենց այս հսկայական ռեսուրսը ճիշտ նաև օգտագործելու համար էֆեկտիվ մենք ոչ թե իրենց ծանրաբեռնում ենք մոնիտորինգով, այլ իրենց ծառայության ընթացքում, քանի որ իրենք բարեկություն են իրականացնում եւ ունեն հստակ ճանապարհներ, որոնցով իրենք գնում են եւ առաջի ձեռքից իրենք են ինֆորմացիա ստանում, մենք ուղղակի ֆիքսելու ենք կենսաբազմազանությունը, այսինքն ֆիքսելու ենք տեսակները, այդ տեսակների մասին ինֆորմացիան վերցնենք ոչ միայն իրենցից, որ այդ ինֆորմացիան կարողանանք վերլուծենք, այսինքն ստեղ հավելյալ իհարկե հավելյալ բան ենք ավելացնում էկոպարեկի համար, բայց կարծում եմ իր ծառայության նաև բովանդակության, ամբողջ էության եւ առաքելության մեջ էլ է դա մտնում, նաև ինֆորմացիա ստանալ են կենսաբազմազանության, բույսերի, կենդանիների մասին, որը ինքը կոչված է պահպանելու։ Եվ կարծում եմ շատ փոքր փոփոխություն անելով մենք շատ լավ արդյունք կարող ենք այստեղ ստանալ։ Մյուս մասը ծառատնկումների մասով ասեցիք, այս պայն Սևան ազգային պարկի ծառատնկման ցուցանիշները ինձ մոտ չկան, բայց ես ձեզ կփոխանցեմ, որ տեղամասերում է 25 թվականին ծառեր տնկվել եւ ընդհանրապես Սևանի գոտեվորող ծառաշերտի վերաբերյալ շատ հետաքրքիր մենք կարող ենք քննարկում ունենալ, թե ինչ անելիքներ այդտեղ ընդհանրապես ունենք, որովհետև այդտեղ մենք ունենք մոնոկուլտուր անտառ, հիմնականում սոճիներ են, որոնք ժամանակի ընթացքում նաև ծերացել են եւ պետք է այդտեղ նաև անտառ կազմող տեսակներն էլ փոխել, որպեսզի ավելի դիմակայուն լինի։ Մենք խնդիրներ էինք ունենում վնասատուների հետ եւ լուծումը կլինի այն, որ այդ անտառում նաև ծառերը փոխվեն եւ հիմա անտառտնկումները մենք այդ տրամաբանությամբ ենք նաև իրականացնում, այսինքն տնկվում են ոչ միայն ասեղնատերև ծառեր, որ սոճիներ այնտեղ որտեղ կան, այլ նաև լայնատերև ծառեր ենք տնկում, որոնք կապահովեն տեսակների բազմազանությունը, տեսակների բազմազանության շնորհիվ էլ մենք կունենանք ավելի դիմակայուն անտառ։ Եվ մյուսը թիմերի իրավունքների մասով այստեղ խնդրում եմ դիտարկենք այս տեսանկյունից, որ նաև մեր միջազգային գործընկերներն են մեզ խնդրում, որ շատ ավելի փափուկ եւ սահուն աշխատանքի կարիք կա եւ համայնքներին շատ ավելի իրազեկ պահելու կարիք կա։ Այսինքն էկոպարեկային ծառայողը մենք ուզում ենք դիտենք ոչ թե խիստ պատժող կամ խիստ կերպար, այլ նաև համայնքի կողքին կանգնող կերպար, որը իրազեկելու է բոլոր այն առաջացած հարցերը եւ հնարավորությունները, որոնք կառաջանան համայնք եւ պահպանող տարածք եւ անտառ տիրույթում։ Արձագանք ունեք, պարոն Ղազարյան։ Այո, պարոն Ղալումյան, բարոյ Մայրան, տեսեք, դուք ասում եք, որ էկոպարեկը կարմիր գրքում գրված բույսից ինչ հասկանալու։ Եթե մարդիկ գնում են համասարանական կրթություն են ստանում նեղ մասնագիտությամբ, տարիներով աշխատանքային փորձի արդյունքում նոր կարողանում են բույսից տարբերել, այսօր մենք էլ գնանք անձեն աչքով ոչ մեկ չի կարող էդի տեսնել։ Պարեկը պլանշետը պահելով վրեն։ Ինչ է տենալու այդ ինչ պահպանող տարածքը, որ մի հատ էլ դիրազեկում անի։ Սա չաշխատող բան է, լուրջ բան մտածեք, ես չգիտեմ ձեր միջազգային կազմակերպությունները ինչ են ասել, որ դրա դիմաց փող են տվել, ու չգիտենք այդ փողերն էլ ինչ ճուղությամբ է ծախսվել, արդյոք արդյունավետ է ծախսվել, թե չէ։ Որտեղ պետք է ստեղ զեկույց ներկայացվել, պարոն Ղալումյան, որ այսքան գումար է նախատեսվել, այսքան էս էկոպարեկային ծառայության համար։ Նախագծի հետ բացարձակ կապ չունի, ախր։ Չունի, բայց սա խնդիր է, որը պետք է քննարկել։ Եթե խնդիր է, ես ասեմ ձեզ, կարող ներկայացնեք, պարոն Մեմարյանին կանչենք, այդ ձեր ուզած հարցերի շուրջ։ Հիմա մենք էկոպարեկներից չենք խոսում, պարոն Ղալումյան, ինչից ենք խոսում, բայց դրամական հաշվետվություն եք ասում, չգիտենք ինչքան փող եք տվել, արդյունավետ չեք ծախսել։ Որտեղ ամեն տարի գալիս են ժամկետ են ուզում, ամեն դես ասում եմ այդ համակարգը ժամկետ եք դրել ձեր դեմ եւ փող եք բերել, ինչքանով եք իրականացրել դե։ Պարոն Ղազարյան, Խնդրում եմ ասեք։ այս նախագծի հետ ինչ կապ ունի դա։ Նախագծի հետ այնքանով կապ ունի, ավելի առաջնային խնդիր է, քան թե նախագիծը, որ փորձում եք ինչ-որ համայնքներին իրազեկ ենք ընդունել։ Միջև մի քիչ եք այդ առաջնայինությունը փորձում եք արգելել։ Արձագանք եք, պարոն Մեմարյան, Հաջորդ հարցը վերաբերելի է, ասեցիք, պարոն Ղալումյան, խանգարում եք դուք, թելը կտրվում, այդ թող ինքը պատասխանի, եթե չի կարողանում, Թող մենք պատասխանենք, դուք գնահատական եք տալի, որի ուսումնասիրությունը չկա է։
Թողը մի հնչեցնի ուսումնասիրությունը բավարար կլինի։ Ուսումնասիրությունն այս հարցի հետ կապ չունի։ Կարա չհնչեցնի, կարա չունենա այդ տվյալները։ Եթե հետաքրքրում է իրոք Հետաքրքրում ես գրավոր կգրեմ, պատասխանը մի հատ քննարկում կազմակերպենք հատուկ։ Դեսա այդ թեմայը որ դուք առաջարկեք քննարկում ակիմա, չէ։ Սա էլ առաջարկա որ քննարկում կազմակերպենք հանգամանալից Այդ քննարկումը չեն կարել, բայց գնահատական ենք տալ, ասում ենք գումարները ոնց եք ծախսել, ինչ եք ծախսել, տեն որտեվ դա փորձ ունի։ Ես ինձնից չեմ ասում։ ինչ փորձ ունի։ Գավառ շրջակա միջավայրի մաքրման կայան պետք է կառուցվեր։ Ես էլ 10 անգամ նախարարին մնացածին հարց եմ տալիս։ Ինչ եղավ 812 միլիոնը չեմ պատասխանում ինձ։ Չեղավ որ խնդիր կա, ես խոսելու տեղ ունեմ, չէ։ Վարկային միջոցա բերվե, գումարը հատկացվի, այդ ծրագիրը չի իրականացվի։ Ասում եմ, ինչ բաշխվածությամբ օգտագործվել չեմ պատասխանում։ Ես կարելի է արձագանք։ Փորձենք ժամանակում տեղավորենք բանը։ Գավառի կայանով էլ կարձագանքել։ Իհարկե։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Լավ, հաջորդ այդ բանի տեսքով կասեմ արդեն ես։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Մեմարյան։ Ես արձագանքեմ այս հարցը դուք նաև մեր նախարարին ուղղեցիք։ Գավառի կայանի պատմությունը հետևյալն է։ Նախ նշեմ, որ սա վարկային միջոց չէ։ Եկեք ֆիքսենք, սա վարկային միջոց չէ, սա դրամաշնորհային միջոց է։ Դրամաշնորհային միջոցը չի ծախսվել, տեղափոխվել է հաջորդ ծրագիր։ EU47+ ծրագիր է տեղափոխվել, որտեղ էլ ավելի մեծ խնդիր է դրվել։ Բայց հիմա գավառի մաքրման կայանի մասով ասեմ, որ երկու անգամ մեր գործընկեր կազմակերպությունը մրցույթ է հայտարարել, շահող չի եղել։ Մենք այս հարցնել ենք նաև նայում այս տեսանկյունից։ Երբեմն մենք խնդիրներ ենք դնում նաև մեր տնտեսվարողների առջև, մրցույթներ ենք հայտարարում, բայց տնտեսվարողները պատրաստ չեն դա իրագործել։ Մենք գավառի մաքրման կայանի խնդիրը դրեցինք, մրցույթը հայտարարեցինք, երկու անգամ մրցույթը ժամկետը անցավ, մասնակից չունեցանք եւ դրամաշնորհային գումարը տեղափոխվեց հաջորդ ծրագիր եւ հիմա սկսվել է արդեն EU47+ ծրագիրը ու այդ թվում նշեմ, որ այդ EU47 ծրագրով ես նաև շնորհակալ եմ Գերմանիայի կառավարությանը եւ Եվրոպական միությանը, որ այդ ծրագրով վերջապես ուշադրություն դարձվեց Սևանա լճին եւ այդ ծրագրի արդյունքներով նոր դրամաշնորհ տրամադրվեց հաջորդ ծրագիրը սկսելու համար։ Եվ մի մանրամասնում էլ անեմ, որ Սևանա լճի խնդիրը ինքը ոչ 5 միլիոն դոլարի է, ոչ 10 միլիոն դոլար։ Դա բավականին մեծ ծախսեր պահանջող խնդիր է։ Միայն կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցելը 3 խոշորագույն համայնքներում, որոնք 3 խոշոր աղտոտողներն են Սևանա լճի։ Միայն դրա գնահատումը 102 միլիոն դոլար է, որից 82 միլիոն դոլարը կապիտալ ներդրումներն են, մնացած 20 միլիոն դոլարը մնացած աշխատանքներն են, որպեսզի արվի։ Եթե մենք նաև վերցնենք մնացած համայնքները, կոյուղագծեր անցկացնենք, կոյուղացնենք, ամբողջը ուղղենք մաքրման կանոններ, եւ այս մաքրման կանոնները գավառում նախատեսվածը չեն, որի մասին խոսում եմ։ Խոսում եմ կենսաբանական մաքրման կայան, որը անհրաժեշտ է Սևանա լճին։ Այդ կանոնների ամբողջ ծախսը կլինի մոտ 240 միլիոն դոլարի սահմաններում։ Գավառի մաքրման կանոնում մենք ձախողում չենք ունեցել։ Մենք դրա այդ փորձով սովորել ենք, որ հիմա պետք է ամբողջ շուկան ուսումնասիրենք, նաև միջազգային գործընկերներին, թե ովքեր պատրաստ կլինեն մասնակցել կեղտաջրերի մաքրման կառուցման ծրագրերին, երբ որ նման տենդեր մենք հայտարարենք եւ փառք Աստծո կան հետաքրքրված մարդիկ, այդ թվում նաև Գեղարքունիքի մարզից, ովքեր արտասահմանում ունեն այդ փորձը, կարող են Հայաստան բերել, հետաքրքրված կազմակերպություններ կան, նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև նշեմ, որ մեր գործող օպերատորը շատ հայտնի եւ շատ որակյալ կեղտաջրերի մաքրման կայաններ կարող է կառուցել Վիոլաջուր, այսինքն մենք սա էլ հնարավորություն ստեղծվեց սա էլ ուսումնասիրել։ Էկոպարեկային ծառայությանը ես որ անցնեմ, ես նշեցի Սյունիքի ծառայության գործարկում եւ նշեցի, թե արդյունավետությունը այդտեղ ինչքանով է բարձրացել։ Մենք գործարկել ենք մի ծառայություն, որը աշխարհում նման ծառայություններ կան, բայց ամբողջությամբ նմանը գոյություն չունի։ Եվ այս ծառայությունը գործարկելը բավականին բարդ, բայց նաև շատ պարտավորեցնող գործընթաց է։ Եվ էկոպարեկային ծառայողը, քանի որ ինքը այդ կենսաբազմազանությունն է պահպանում, նաև դա իր առաքելությունն է իմանալ դրա մասին եւ հատկապես կարմիր գրքյան տեսակների, այն տարածքում, որտեղ ինքը շրջում է։ Որտեվ կարմիր գրքյան տեսակները շատ կարևոր են։ Նա պետք է տարբերի որսորդը կարմիր գրքյան բադի որս է իրականացրել, թե թույլատրելի բադի որս է իրականացրել, դա
Իհարկե ես չեմ նշում, որ ամբողջ Կարմիր գրքին պետքա տիրապետի, իսեր ասու, դա մեր գիտնականներն էլ ամբողջությամբ չեն կարող, ամեն մեկը իր նեղ ոլորտային ուղղությամբ կարող է, բայց հիմնական հանդիպող տեսակների մասով, այո, էկոպարեկային ծառայողը կարծում եմ պետք է իմանա եւ պետք է այդ ինֆորմացիան, այդ թվում նաեւ փոխանցի համայնքներին։ Այսքանը երևի թե Շնորհակալություն, խնդրեմ,